նյարդայնանում եւ մեզ մեղադրում են նրանում, որ մենք դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նրանց առաջնորդած ուժերին, որովհետեւ երբեմն քաղաքացիները, ես ուզում եմ վերջին շրջանի արձագանքների մասին խոսել, նրա մասին են, որ մարդիկ ասում են մեկ-մեկ նենց տպավորությունն է, որ շատ հարմար է տեղը դա ձեզ համար եւ այդ խոսակցությունների մեջ մտնում եք, որպեսզի այն իրական խնդիրները, որ կան, որ պետքա քննարկենք, լուծումները գտնենք, բանաձևեր գտնենք, դրանցից խուսափենք, որ իբր դրանցից խուսափենք։ Իրականում խնդրեմը ուրիշ տեղ է։ Իրականում խնդրեմը հետևյալի մեջ է, որ հենց խորհրդանական երկրի կառավարման առանձնահատկությունը այն է, որ հիմնական խոսակցության կողմերը կառավարող մեծամասնությունն է եւ ընդդիմությունը։ Եվ իմ տպավորությամբ, սակայն իրոք այդ թնջուկը պետք է լուծվի։ Եվ այդ թնջուկը լուծվելու ճանապարհն այն է, որ մենք շուտով խորհրդանական ընտրություններ են լինելու, այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդանում, էս է լուծումը, քանի դեռ եղան, այս նույն իրավիճակը շարունակվելու է, եւ ես կարծում եմ, որ իրոք հասունացել է այդ պահը, որ այդ խնդիրը լուծվի, բայց ես ուզում եմ ասեմ նաեւ, թե ինչու պետք է այդ խնդիրը լուծվի։ Մի շատ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ այս երկու օրվա քննարկումների ընթացքում։ Ընդդիմության պատգամավորը ինձ մեղադրեց, որ ես այլ երկրի ազդեցության գործակալին բարձր պաշտոններ եմ տվել զինված ուժերում, այդ երեկ էր։ Այսօր եկավ այս ամբիոնից նույն մարդուն պաշտպանեց որպես հալածյալ։ Սա ինչի մասին է վկայում։ Սա վկայում է, որ ի հեճուկս անձնական որոշակի խնդիրների իրանք ուղղակի նույն կարգավիճակն են եւ նույն տեղից հրահանգը ստանում են, թե ում է պետք պաշտպանել եւ ում պետք չի պաշտպանել։ Այս ընտրություններում այդ խնդիրը պետք է լուծվի մի պարզ պատճառով, որովհետեւ ինչպես կարող են կռահել այդ նույն ելույթներից եւ հաջորդականությունից, այդ քաղաքական ուժերը եւ նրանց առաջնորդները նույնպիսի ենթադրաբար ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս քննարկումները ամբողջ դրա մասին են ցույց տալիս։ Եվ ես ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի եւ 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետեւ այդ մարդիկ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները ուզում են զզվանք, կամահրանք, արհամարանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ես ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի եւ այսօրվա Հայաստանի տարբերությունների միջեւ, որովհետեւ 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձինք։ Այսօր Հայաստանը անկախ պետություն է։ Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանը ունի ինքնիշխան կամքի կենտրոն եւ կարող է որոշումներ կայացնել։ Բայց ես ուզում եմ մենք բոլորս ի վերջո առերեսվենք եւ խոստովանենք։ Ի վերջո ո՞նց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում, ինչով, ինչպես։ Մի գործիքով ժողովուրդ ջան մենակ, Ղարաբաղի հարցով։ Եվ ուրիշ որևէ պատճառ եւ բացատրություն դրա չկա։ Եվ խոսքա գնում ասում է բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում։ Բայց եթե բանը հասել այդտեղ, եկեք
Մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացող եւ չհանդիսացողների միջև։ Ընդ որում սա անձնավորված չի ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ մինչև 22-ը ներառյալ մեր բանակի սոցիալ հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, էլ եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։ Եվ սա է ճշմարտությունը, եւ այս ճշմարտության հետ մենք պետք է առերեսվենք։ Ես գիտեք, բացարձակապես ընդհանրապես ընդունված է ասել, որ մարդիկ կաբինետներում փակվում են, իրականության զգացումը կորցնում են, բայց ես երբեմն կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով հասկանում եմ, որ շատ մարդիկ, ովքեր կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացողությունը կորցրել, եւ նրանք չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ։ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակ այսօր այս մարդիկ ինչ են ասում են դե ինչ ուզել են տվել եք։ Ընդհակառակը վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են, բան են անում, Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Ոչ մեկ։ Սկսած ֆինանսականից, ինչ երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ Երկու 2018 թվականից ինչի մենք զիջումների չգնացինք։ Ինչի մենք զիջումների չգնացինք։ Էսա լավ է, մինչև տարվա վերջ այդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք։ Որովհետև մեզնից զիջման ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում, ինչի ձեր կարծիքով են մնացածում ժամանակներում, երբ որ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից անկախության մասին հայտարարելու պահից կամաց